Ազգային ժողովի անսպասելի նշանակված արտահերթ բոյկոտի ու վեճի պատճառ դարձավ։ Ընդդիմադիր պատգամավորները վերջին պահին էին տեղեկացել նիստի մասին։ Երեկոյան ընդամենը ազգային ժողովի կայքէջում տեղադրվեց խորհրդի նիստի օրակարգի մասին ծանուցում։ ԿՊԱ-ական Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց օրակարգը։ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարել։ Ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը միտված է նշված բացի շտկմանը, ընտրական գործընթացների նկատմամբ չեզոքության, թափանցիկության եւ իրավական կանխատեսելիության ամրապնդմանը։ Ընդդիմությունը բոյկոտեց նիստը, ասելով, որ իշխանության նպատակը մեկն է՝ դիտորդական առաքելությունների ցանկում թողնել միայն իշխանահպատակ կազմակերպություններ։ Արդյոք այդ տիպի փոփոխությունները չպետք է արվեն ընտրություններից 1 տարի առաջ։ Որևէ գլոբալ փոփոխություն չենք անում եւ խաղի որևէ կանոն չի փոխվում այս նախագծով, ընդամենը հստակեցվում է արդեն գործող կանոնը։ Արծվիկ Մինասյանն ասում է, ընտրությունից ընդամենը մի քանի ամիս առաջ այսպիսի քայլի հիմքում այլ խնդիր կա։ Զորով, այսպես ասած, այս նախաձեռնությունն էլ առաջիկա ընդամենը մի քանի ամսից սպասվող ընտրություններում իրականացնել փոփոխություն։ Քննարկումները թեժացան, երբ նիստի օրակարգում հայտնվեց իշխանության խոսույթը, թե Հայաստան դաշինքին հրահանգ են տվել քաղաքական պասիվություն ցուցաբերել։ Ձեզ հրահանգել են, ասել են դուք դուրս եկեք քաղաքականությունից, հիմա քաղաքականությամբ զբաղվում է ռուս օլիգարխի կուսակցությունը։ Ըստ ԿՊԱ-ականների հրահանգ են տվել նաև չմասնակցել ընդդիմության բովանդակային քննարկումներին։ Առանց տեսախցիկների խորհրդի նիստին բան են անում, սուր են ճոճում, հետո այստեղ էլի նույն խիզախությամբ սուրը դնում են պատյանում եւ վազելով փախնում են։ Հակադարձ պատասխանը չուշացավ։ Արձագանքելով Կոնջերյանի ասածին, ես չգիտեմ ձեր համար այս կամ այն կուսակցությունը կամ քաղաքական ուժը ովը նույնը չի, բայց Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության համար ձեր ասածները ու Հայաստանի թշնամիների ասածները իդենտիկ նույնն են ու որպես կանոն բովանդակությամբ համընկնում են։ Խիզախությունից էլ լավ կլինի չխոսակ երբեք։ Իշխանությունը քաղաքական գործընթացներով զբաղվողների շարքին դասեց Հայաքվե նախաձեռնությունն ու Թաթոյան հիմնադրամը, որոնց հետ նույնիսկ չեն քննարկել նախագիծը։ Հայաստան խմբակցությունը որոշեց չմասնակցել նիստին, պատիվ ունեմը դեմ քվեարկեց։ Այդուամենայնիվ, նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։